Խնդիրը ոնց ասեմ, բազմաթիվ է խնդիրը, ինչի մասին է ցես հետաքրքիր ասեմ։ Կոնկրետ ինչի համար եք հավաքել։ Կոնկրետ Yandex տաքսի սերվիսի, կոնկրետ այն օրենքների, որոնք որ մեզ նեղություն են տալի եւ մեր դեմ ծառացած խնդիրները կոնկրետ տարի 6 ամսվա մեջ չեն լուծվել։ Մի քանի օրենք կասեք։ Օրինակ մեզ անցած տարի առաջարկեցին, որպեսզի հանրավակային ոճից դուրս գանք, անցնենք ուրեմն քաղաքակիրթ բանակցությունների, քննարկումների, առաջարկենք թե ինչի մասին է խոսքը, ուրեմն ինչ ենք ուզում, ինչ առաջարկներ ունենք։ Մենք հանրավակային ոճից դուրս եկանք, առաջարկեցինք, որ կարմիր գծի 12000 դրամը 12000 պետտուրք սակագինը ուրեմն սահմանել տրանսպորտային միջոց համարվող տաքսիների համար հալալկես գին 6000 դրամ, որն անում օրը 15 դրամ 6 լոմա, դա չարվեց, տարի 6 ամիս չի արվել դա, նույնն է մնացել։ Առաջարկեցինք, որպեսզի ուրեմն 12000 դրամ լիցենզիայի սակագինը պետտուրքը իջացնեն գոնե 9000 դրամ չարեցին։ Առաջարկեցինք ռայոնի ապրողի ուրեմն 8000 դրամը, սահմանամերձի 5000 դրամը 8000-ը սարքեն 3000, սահմանամերձի 5000-ն էլ 1000 կամ ընդհանրապես մարզի տարածաշրջանի ժողովրդին հարկերից, տուրքերից ընդհանրապես ազատեն, հասկանալով երկրի սոցիալ-տնտեսական թշվառ իրավիճակը, աշխատանք չլինելու եւ այլն, եւ թողեն լիցենզիայի մի տեսակ, որ այդ նույն ասենք խոսքի օրինակ Լենինականցին, Քյավառցին, Լոռեցին կամ Կիրովականցին կուզենա ասենք խոսքի օրինակ գա Երևան քաղաքում տաքսի վարի, ինքը կհանի 9000 դրամանոց լիցենզիա, ոնց որ մնացած Երևան քաղաքի բնակիչները, եւ կվարի իր մեքենան, կշահագործի իր մեքենան, հա։ Եթե չի մուծի 9000 դրամ, կմնա իր Շիրակի մարզի տարածաշրջանում, ոչ մի կոպեկ, ոչ մի փող չի մուծի, Թալին ու ջան արդիկ իր մարզի տարածաշրջանում ինքը առանց հարկու տուր տալու կաշխատի, հասկանում ես, որտեղ այնտեղ գործ չկա։ Ստեղ ենք 2 ժամ կանգնում 1000-1500 դրամ հազիվ փող ենք առնում։ Լինում է ժամանակ, ասենք, հա, իրար հետևից 4000-ը ենք քշում, բայց լինում է ժամանակ, որ ասենք 2000 դրամի համար 3 ժամ կանգնես ու մոտ 2000 դրամ քշես, ասենք։ Ձեր նշած խնդիրներով ում եք դիմել։ Իմ նշած խնդիրներով ուրեմն իմ հետ ցանկությունը հայտնի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի կապի նախարար Գագիկ Բեգլյանը անցած տարի մայիսի 6-ին պաշտոնապես հայտարարել է, եթե տեղյակ չեք Անատաքսու վարորդարման Գարստյանը հանդիպել ենք, քննարկել ենք, Արաքելյան Արտուրի հետ փոխնախարարի տրանսպորտի կապի քննարկել ենք, ռեֆորմը առաջարկներով գրել տվել եմ իրանց մատյանում լրացրել են, պեչատը խփել են մի օրինակի մոտ, մի օրինակի իրանց մոտ, բայց կոնկրետ այս ընթացքում աշխարհ քաղաքական լարված իրավիճակներ, ուրեմն, չգիտեմ, այնտեղ ապրիլյան պատերազմ, Եղեռն, Հռոմի պապ, Ուսեն շարունակ ասենք խոսքի օրինակ այն որ ասում է այսինքն չեն այսինքն համանadrական բարեփոխումներ այո եւ ոչ նիդա է ՏԲ հələ ժամանակը չի Արման ջան երկիր ավելի լուրջ շեմի դեմա կանգնած խնդիրների դեմա կանգնած ուսեն երկարուձիկ ձգվեց դառավ տարի 6 ամիս մի հատ ստեղ ոչ մեկս բմբուլով հնդիկ չենք էլի սա ասե գաղափար ունի ես ասում եմ ձերի պանիրը մենակ թալակի մեջ ալու ուրեմն այս պանտի для приезжих էս տակտիկաները, ես չգիտեմ, այս էփած երևույթը մեր համար չի, մենք թույլ չենք տա որ այդ երևույթը գործի Հայաստանի Հանրապետությունում։ Yandex տաքսիի մասով խոսակ։ Ուրեմն Yandex տաքսիի մասով 200 դրամով շրջանայինից Ռասիա ենք շում 222 Mercedes-ով, Q7-ով, Toyota Sequoia-ով, որի մենակ փուչիկը $3000 է։ Ուրեմն էդի ոնց քեզ ասեմ, պակասը պետք է խփնված լինես, որ չհասկանաս ինչի մասին է խոսքը։ Ուրեմն այստեղ գիտես խնդիրը որն է, այստեղ խնդիրը աղբերես, ուրեմն մի փոր հաց է, ամեն օրվա հացի հետ փոխելու խնդիրն է։ Այս որոշ մեր տաքսիստներից տեղ եկել, իրանց սոցիալական վիճակից ելնելով, իրանց լույսի փողը չկարանալով, չմուծելով, ջրի փողը կոմունալ վիճակից, վայ ասում են ջանդը մինետանք տաքսի քշենք, Yandex քշենք, ջոգում ես $1000 փող են տալի։ Այսինքն այս հաջողախոսության այս գրավիչ առաջարկներին փորձում են իրենց ճանգը գցեն, էլի, հասկանում եք։ Սատանեն ոնց է։ Իր ճանգը ոնց է գցում, չէ՞։ Ոնց խաբսը տվեց։ Հետո ինքը ստեղծել է պայմաններ, որ մենք իրան գումար չտանք այդ փողից։ Չէ, ինքը ստեղծել է պայմաններ, որ ես ասում եմ, եթե ինքը տանք իրան։ Ուրեմն 200 դրամով կքշի միշտ։ Կայքի միջոցով ես խնդիր չունեմ, ես դաժե իրան կօգնեմ։ Ես էլ մի րոպե էլի ապեր։ Ես կեթամ ես էլ Yandex կքշեմ։ Եթե միջև վերջ 200 դրամով քշի։ Ամոթ լիմ ծծած կաթին, եթե ես Yandex չքշեմ, եթե այսքան տղեն չտան Yandex քշեն։ Սաղն էլ կետան $1000 որը չկետա քշի։ Սաղը տարեք մաշտեկը կարծեք այդ մենք Yandex քշենք։ Բայց եթե 3 ամիս հետո այդ նույն Yandex-ը հելավասեց որ տարիֆը փոխվավ, պետք է ակցիա էր, ուրեմն մենք չենք հասկանում դες բան։ Այսինքն նշանակում է ոլորտից սաղի դուրս կշպրտենք, կմնանք մենք մերոնցով։